գոյություն չունի։ Չենք կարող այդպիսի բան անել։ Եվ փոխարենը մենք բանակցությունների փուլից սկսած մենք մեր ամերիկյան գործընկերներին ասել ենք, որ մեր երկրում ինչ որ Միացյալ Նահանգներում դուք անվանում եք լիզ, դա մեր օրենսդրությամբ կոչվում է կառուցապատման իրավունք։ Եվ օրենսդրության մեջ կառուցապատման իրավունքը մեր օրենսդրության մեջ ինքը ունի հնարավորությունների շրջանակ։ Եվ այդ հնարավորությունների շրջանակի մեջ կա օրենսդրական հնարավորություն, որը մենք չենք ընդունել այդ հնարավորությունը, մինչև 99 տարով վարձակալության տալու։ Խոսքը գնում է օրենսդրական հնարավորության մասին։ Հաջորդը մենք այդ կառուցապատման իրավունք, ոչ թե վարձակալություն, այլ կառուցապատման իրավունք։ Ընդ որում, ինստիտուտի առանձնահատկությունը ինչ է։ Ինստիտուտի առանձնահատկությունն է, որ այդ ժամկետի լրանալուց հետո ամբողջ ինչ կա այդ տարածքում ներդրումները դառնում են Հայաստանի Հանրապետության սեփականությունը, ստեղ ներդրողը ինչի է ժամկետով հետաքրքրված, որ ասում է, լսեք, ես փող եմ դնելու տեղ, ինչ կառուցեմ դրա վրա, արդյունքում դառնալու է ձեր սեփականությունը, շատ լավ հասկացանք, դուք ինձ ժամկետ տալու եք, որ իմ դրած փողը վերադառնա։ Այսինքն շատ պարզ բիզնես տրամաբանություն է, որովհետև շատ պարզ բիզնես եւ ավելին ասեմ, այս ձևակերպումները, այս ինստիտուտը գործում է Հայաստանում, այդ թվում Սյունիքի մարզում, այդ թվում ամերիկյան ընկերության հետ կապված։ Օրինակ այդպիսի իրավունք կոնտուր գլոբալ ընկերության դեպքում գործում է։ Եվ այդ գործընթացը մեր ժամանակ չի սկսել, այդ գործընթացը սկսել, հա? Այո, դա որոտանի կասկադի մասին է խոսքը։ Եվ Հայաստանում եւ կառուցապատման իրավունքներ, եւ կոնցեսիոն կառավարման մեխանիզմներ գործում են։ Այս ինչ, ուրեմն ես ձեզ ասում եմ պատասխանատու կերպով։ Այն տերմինաբանությունը, ինչ որ օգտագործված է հռչակագրում, մեր իրավապայմանագրային բազայի տեսակետից ոչ մի նոր տերմին չի գեներացվել։ Միակ նորությունը այդ անունն է Թրամփի ուղի միջազգային խաղաղության եւ բարեկեցության համար, եթե ճիշտ հիշեցի բառացի։ Մնացած բոլոր ինստիտուտները մեզ արդեն ծանոթ ինստիտուտների մասին է խոսքը։ Ուզում եք իմանալ ինչ է նախատեսվում։ Այն ինչ որ մենք արդեն այսօր երեք արդեն իսկ իրագործել ենք հանրահայտ առնվազն մի քանի դեպքերում։ Համեցեք արձագանք։ Պարոն Փաշինյան, նախ Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ երկիր չի։ Եթե անալոգիա եք տանում անխոչնդոտ անցման վերաբերյալ։ Երկրորդը կառուցապատման իրավունքը development right-ն է, եւ դու որևէ մեկին կառուցապատման իրավունք ես տալի։ Աշխարհի բոլոր բառարաններում լիզը վարձակալությունն է։ Օրինակ Միացյալ Թագավորությունը Հոնկոնգի հետ 1984 թվականին 99 տարվա լիզ պայմանագիր էր կնքել։ Միացյալ Թագավորությունը Հոնկոնգում կառուցապատման իրավունք չէր իրականացնում։ Դա լրիվ այլ բան է։ Հիմա տեսեք ինչ է կատարվում։ Ասում եք Թրամփը ասում է լիզ, հասկանալով ակներևաբար ինչ է լիզ անգլերեն, դուք ասում եք մեր մոտ դա կառուցապատման իրավունք է։ Դուք ասում եք դա ճանապարհ է, Ալիևն ասում է միջանցք է։ Երկու կողմերը, որոնք ստորագրել են, ակներևաբար բառերի ներկայացման նկատմամբ տարբեր մոտեցում ունեն։ Այդ դեռ քիչ է Թրամփն էլ ինքն է գալիս ասում։ Այսինքն դուք թուղթ եք ցույց տալի, դեպ շատ լավ ասեցիք, որ ցույց տվեցիք։ Այդ թղթի վրա որը ցույց տվեցիք, գրված է երկկողմ հռչակագիր։ Այն տեքստը, որը ձեր կայքի վրա է դրված, լսում եք, թե երիտասարդը չի վարում, մեկ կես վայրկյան, կես րոպե խնդրեմ։ Այնտեղ գրած է, որ դա եռակողմ հռչակագիր է, բայց դա մի կողմ թողենք։ Այնտեղ չկա Այնտեղ գրած է, որ եռակողմ հանդիպումը տեղի ունեցել, որտեղ ընդունվել է հետևյալ հռչակագիրը։ Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի
համատեղ հռչակագիրը Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին։ Այո, բայց համատեղ հռչակագիր երկու կողմ հռչակում են, մեկը Witness-ը։ Իդեպ տեքստի մեջ հայերեն վկա բառն էլ հանած է։ Վկա, Witness բառը չկա։ Ուզում եք հիմա բերեմ։ Չենք կարող բանավեճի վերածել։ Խնդրում եմ, Բացառված Ամեն դեպքում ես ավարտեցիք դուք։ վկա բառը որովհետև ինքը պատասխանողն է, հարգելի պատասխան։ վկա չէ, իրան չէր վերաբերում։ Ձեր արդին է պատասխանում, եթե չեք ուզում կարող եմ չթողել պատասխանի։ Համապարփակ պատասխան պիտի տա։ Ես պատասխանողին չեմ ասում, կողքից եմ ասում։ Ամերիկայի նախագահի տակ վկա բառը չկա։ Ամեն դեպքում, այսինքն ո՞նց եք պատկերացնում 3 ստորագրության կրող, մեկը լիզ բառը հասկանում է վարձակալություն, մյուսը հասկանում է կառուցապատման իրավունք, այն մեկը հասկանում է անխոչնդոտ ճանապարհ, ինչպես ՀԱՏՄ երկրների միջև, այն մեկը հասկանում է միջանցք, այս աջափ սանդալը ո՞նց եք պատկերացնում, ո՞նց եք ներկայացնում որպես պատմական մի երևելի դրվագ։ Շնորհակալ։ Մի րոպե։ Ուրեմն մի րոպե։ Լրություն Դալիջան։ Պարոն Դանելյան, դուք գնացեք գոնե ձեր տեղից խոսացեք։ Ցանկացած բառի, ցանկացած մեկնաբանություն։ Մի րոպե, հարգելիներս։ Պարոն Սուքասյան, մի վարքյան, վարչապետն է խոսում, մի վարքյան։ Ցանկացած բառի, ցանկացած մեկնաբանություն։ Պարփակված է 5 տերմինով։ Ինչ մեկնաբանություն ուզում եք տվեք։ 5 տերմինով։ Տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն, սահմանների անխախտելիություն։ Այսինքն շրջանակը էսա։ Դուք խոսում եք Բրիտանիայի ու Հոնկոնգի մասին։ Ես խոսում եմ Հայաստանի Հանրապետության օրենսդրության մասին։ Ինձ հետաքրքիր չի, որ երկրում ինչ օրենսդրություն կա։ Ինձ հետաքրքիր է, ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ եւ խոսում եմ Հայաստանի Հանրապետության անունից, հիմնվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության վրա։ Կարող է Հոնկոնգն ու բանը, ենթադրենք, չգիտեմ, Ավստրալիան կամ Կուկի կղզիները կամ չգիտեմ Բրազիլիան իրար հետ պայմանագիր են կնքել իրանց օրենսդրության մեջ, գրել են ամենատարբեր բաները։ Ես շատ հարգանքով, խորապես հարգանքով եմ վերաբերվում բոլոր այդ պայմանագրերին, բայց դա մեզ հետ ոչ մի առնչություն չունի։ Ես ձեզ ասում եմ, մեր օրենսդրությունից դուրս բան չի կարող տեղի ունենա։ Որտեղ է դա գրված, հիմա սա բանավոր հայտարարություն է, թե տեքստը, թե դա գրած է ինքնիշխանություն, իրավազորություն, տարածքային ամբողջականություն, փոխադարձություն, սահմանների անխախտություն։ Հիմա այդ ցանկացած մեկնաբանությունը բերեք այս շրջանակի տեղավորվում է, կարալնի, չի տեղավորվում։ Ուրեմն չի տեղավորվում։ Ամեն ինչ պարզ, ինչ վերաբերում է թարգմանությանը։